կարդում ենք, որ պետք է այս համայնքը այնպես անի, որ Հայաստանը ստանձնի պարտավորություն խաղաղության պայմանագրում ներառել այս հարցը։ Մենք արդեն գիտենք նախաստրատված եւ այստեղ նույնպես վերադառնամ այն մեղադրանքներին, որ ձեզ աղում, որ դուք Ալիևի խոսույթ եք դերում, այսինքն գուցե իշխանությունը այս հարցը փակել է, որովհետեւ մենք խաղաղության նախաստրատված տեքստում չենք տեսնում նման բան։ Իսկ ում հետ Ալիևի ներքին լսարանի համար է, այս ֆորումները, տեքստերը, այս կոնսպեկտը 30 տարի ներքին լսարանի համար է խոսում Արցախի հարցումով։ Հա, այո, 30 տարի։ Պատասխանը հենց այս հարցն է։ 30 տարի ներքին լսարանի համար մենք միշտ խոսում ենք, ասում ենք ներքին լսարանի համար է ասում, որ Արցախը հետ ենք բերելու, իրենք իբր հետ են բերելու, գրավելու է Ղարաբաղը։ Ներքին լսարանի համար թե արեց գործը։ Ներքին լսարանի համար ասում էին Սյունիքի ճանապարհի մասին է խոսում։ Ասում եմ, պատկերացիք 70 օր առաջ այդ մարդը բարձրացել է, ասել է հիմքեր պատրաստեք իր գիտնականներին։ Չի գնացել ինչ որ այլ քաղաքական հանդիպում չի եղել։ Երկը նախագահ հանդիպել է գիտնականների հետ։ Կոնցեպցիայի մեջ մի շարք այլ հետաքրքիր բաներ կա, որը դուք կտեսնեք, որ նա այնտեղ ասում է, որ այլ ընտրանքային ուղիներ են փնտրելու, եթե այս տարբերակը չեղավ այնպես, ՄԱԿ-ը պետք է ստանձնի պարտավորություն, եթե չեղավ այդ տարբերակը, խնդրում եմ որ նայեք կտեսնեք, այսինքն իրենք 2-3 սցենարներ քննարկել են եւ հիմնականում ՄԱԿ-ի ձևաչափով, ինչու գնացին Բրյուսելով արեցին, պրոցեսները քննարկում են, աշխատանք է գնում, մեզ պետք է մեկը շուտ տեղեկացներ, որ Ղարաբաղյան պրոցեսում այս մարդիկ գնում են սրացման, իհարկե Հայաստանի հասարակության մեծ մասը գիտի, մենք պետք է չխոսեինք, ասենք ներքին լսարանի համար է ասում, հիմա էլ ենք զգուշացնում, էսի ներքին լսարանի համար չի, Մեղրից 10 կիլոմետր վրա ֆորում անել միջազգային, վերադարձի մասին, ոչ թե համայնքի ընդհանուր, ներքին լսարանի համար չի, Բրյուսելում ֆորում անելը ներքին լսարանի համար չի, այս մարդիկ աչք ունեն այս հողի վրա, մի ոտ շուտ, եթե մենք տեղեկացնեինք մեր նախորդ մարտահրավերների մասին, մեր խոսքերից մեկում, իմ հիշելով մեր կուսակցական շարժման առաջի հանրագումարի խոսքում, մենք ասեցինք, որ հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը արխային ընկնելն է։ Ամենամեծ խնդիրը Արցախյան հաղթանակից հետո էլ արխային ընկանք։ Հիմա էլ կարծում ենք, թե թույլ խաղաղություն ստորագրելով արխային ենք ընկնելու, ամեն ինչ ավարտվելու է։ Փաշինյանի ամբողջ քարոզչական process-ը մի բանի մասին արխային ընկեք։ Այո, խաղաղությունը դա նշանակում է արխային։ Ուժեղ խաղաղությունը, ամուր խաղաղությունը։ Դա խաղաղություն է, որտեղ մենք արխային չենք, ընդունում ենք Հակասաֆարովյան օրենք, պահում ենք այդ օրենքը, ու Հայաստանը պահում ենք հայկական եւ նաեւ տնտեսապես նենց քայլեր են անում, որ ժողովուրդը իրանք չգան, մերոնք էլ չգնան Հայաստանից։ Արխային չի կարելի ընկնել, ամեն օր խոսում են։ Ընտրությունից 11 օր հետո են ֆորում դրել։ Բացում են Բաքվի պետական տնտեսագիտական համալսարանում ամբիոնա մարդ բացում, որ ուսումնասիրի մեր հանքերը։ Էլ ինչ ասեմ, իրա օգնականը դուրս է գալ հայտարարում 300,000 ադրբեջանցու մասին մի 10 օր առաջ։ Ինչ ասեմ, որ արխային չընկնենք ժողովուրդ։ Հանքերի թեման հեռանկարների այցեր կապված, որովհետև տեսակ երկրաբանական քարտեզի մասին ուշագիր նախաստորագրվեց, հնարավոր է, որ հեռանկարում հաշվի առնելով, որ այս պրոցեսի շրջանակում է ուշագիրը ստորագրվում, տրիպին զուգահեռ է ստորագրվում, հանքերի, միներալների, հատուկ նյութերի օգտագործման, արտահանման այդ ուշագիրը, հնարավոր է հեռանկարում համագործակցություն։ Հազվագյուտ մետաղների հետ կապված այդ համաձայնագիրը զուգահեռ է, այս կապ չունի, այս պրոցեսի հետ կարծում եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղակի դասական նա շրջանակային համաձայնագիր ունի այդպես շատ երկրների հետ։ Ուղղակի տեղ է թողում, որ իրավունք ունենա նայ։ Բայց Հայաստանում ես մոտավորապես պատկերացնում եմ եւ ճանաչում եմ հանքային բազան մեր երկրի, չեմ կարող ասել 100%-ով, բայց 80%-ով պատկերացնում եմ։ Եվ Հայաստանում այս պահին չկան շատ հազվագյուտ մետաղների հանքեր։
ուղղակի դա իրենց շրջանակային պայմանագիր է, որ բոլոր երկրների հետ ում հետ ստացվում է, կնքում են որպես հետագա ապագայում զարգացման համար իրենց երկրի հումքային բազայի տեղ են թողում։ Դա է իրենց, այո, որովհետև ամբողջ շուկան, շատ ճիշտ բան ասեցիք, ամբողջ արտադրանքը կենտրոնացված է չինական արտադրողների վրա, Չինաստանը մոնոպոլիզացրել է։ Եվ դրա համար նրանք ճանապարհներ են փնտրում։ Իսկ դա ինչ է նշանակում, որ զբաղվում են տնտեսությամբ, աշխարհի ամենահարուստ երկիրն է։ Խնդիրը դրա կարողա չունենա, արխային չեն գնում, զբաղվում է տնտեսությամբ։ Անբարոյական որակեց 300,000 հայերի վերադարձի այս ադրբեջանցիներին վերադարձի օրակարգը եւ նաեւ ձեզ են հենց ընդդիմությանն են անվանում պատերազմի եռագլուխ կուսակցություն, ինչ է կարծում, ինչու գուցե նաեւ այս խոսակցությունները։ Տեսեք, մինչև իրենց իշխանության գալը, զոհերի քանակը մի տարվա հաշվարկով եթե բաժանենք ու իրենց իշխանությունից հետո ամբողջ 8 տարվա ընթացքում բաժանենք մի տարվա եւ մինչեւ մոտապես իրենք բերել են երկրորդ համաշխարհից հետո հայ ազգին ամենաշատ զոհերը պատերազմական զոհերը իրենք բերել են ամենաշատ գիտեք հայ ժողովրդի համար ստրեսային իրավիճակները 21-րդ դարում իրենց քաղաքականության արդյունքում է, տարխային գոռոզության արդյունքում։ Ինչ վերաբերվում է բարոյականության մասին, կարծում եմ բարոյական չէ Հայաստանի ղեկավարության այսօրվա ղեկավարության վարվելակերպի նշանակալի մասը, որի մասին մեր հասարակության մեծ մասը արդեն արտահայտվել է։ Բարոյական չէ ժողովրդից սուտ պահել, թե ինչ պրոցեսներ են կատարվում, իրենց մեջքի հետևում հմեկը մի անգամ սրա մասին չի խոսացել։ Բարոյական չէ դա, որ առավոտ մարդը զարթնի իմանա, որ իր երկրի սահմանադրությունն է փոխվում։ Ու ոչ թե իր երկրի հասարակության պահանջով, ով իրավունք կրողն է այս երկրի, այլ հարևան երկրի նախագահի։ Շնորհակալություն եմ հայտնում։ Առաջին հարցը, Լսում։ սա նաև քաղաքացիների մտահոգությունն եմ ես ձեզ փոխանցում, հարցնում են դիցուք դուք ընտրվել եք, ձեր ուժը ընտրվել է, կամ ընդդիմությունը միասնականորեն հնարավորությունը վերցրել է, բայց կա ինագուրացիային հասնելու շրջանը, իսկ այդ շրջանում իշխանությունը դեռևս ենթարկվում է այն մարդուն, ով իշխանության ղեկին է, մանավանդ մեր պարագայում մենք չգիտենք մեր ոստիկանությունը հաղորդան ինչպես կդրսևորեն իրենց։ Այս ընթացքի համար դուք արդեն հիմային աշխատանք, պլաններ եւ անձամբ դուք առաջնորդելու եք այս պրոցեսները, մինչեւ որ կգա հանգուցալուծման, նաեւ ամբողջ ռիսկերը հաշվի առնելով եւ հակառակը, եթե դուք չեք ընտրվում եւ այդուհանդերձ ադրբեջանցիները ավելի ուժգին այս վերադարձի, իբր վերադարձի քաղաքականությունը սկսում են իրագործել լոնքերով, դուք որպես ընդդիմադիր եւ քաղաքական գործիչ շարունակելու եք առաջնորդել եւ դիմադրել եւ ինչպես եք պատկերացնում այդ դիմադրությունը, որով կխանգարեք կամ կկանխեք ադրբեջանցիների քաղաքականության իրագործումը, վերադարձի քաղաքականության հայկական։ Վերջի հարցին պատասխանեմ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, մեր հասարակությունը ամեն ինչ պետք է անի, որ այս փոփոխությունը լինի ու այս Հայաստանում իշխանությունը փոփոխվի դրա արդյունքում կանգնեցնելով այս process-ը։ Դրա արդյունքում մենք կարողանանք կանգնեցնել այս process-ը ամենաէֆեկտիվ ձևով։ Դրա համար պայքար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի շրջանակներում ադրբեջանցիներին թույլ էր տրվել զենք գնել Ամերիկայից, իսկ հայերին գիտեք նույն կետով ինչ էր թույլ տրվել։ Ոստիկանական աջակցություն։ Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայից ստացել է ոստիկաններին աջակցություն, ադրբեջանցիները ստացել են զենք գնելու իրավունք բանակի։ Դուք պատկերացրեք իրենց բանակցային հմտությունների գագաթնակետերը նայեք։ Իսկ ամերիկյան ստրատեգիական հարցեր ունի լուծելու, գուցե նաև դրա համար կապված երկրների հետ կապված եւ այստեղ էլ կարող է լինել բանակցային դիրքավորում։ Մենք մեր հասարակության լեգիտիմ իրավունքների պաշտպանությունը ամբողջությամբ ստանձնելու ենք։ Հաղթանակից հետո որևէ մեկը ոչ լեգիտիմ յուրաքանչյուր քայլ Հայաստանում
ստանալու է հասարակության շեշտակի պատասխանը։ Եթե քաոս լինի, կարողանա Քաոս չլինելու, լինելու է լեգիտիմ անցում։ Եթե լեգիտիմությունը կորցրած իշխանությունը փորձի ինչ-որ բան անի, նա ստանալու է հաջորդի պատասխանը Երևանյան փողոցը միշտ իր խոսքը սիրուն ասել է։ Շնորհակալություն։